վերջի վերջով ես իմացա ինչ է երջանկությունը։ Բոլոր փիլիսոփաները սուտ են, հազար մի բան են հորինում եւ չկա երջանկություն, կա երջանկության տեղը, տոպոգրաֆիան։ Դա մեկ մեդալ է, մի կողմը ինքը ազատ, անկախ հայրենիքն է, մյուսը ամուր ընտանիքը։ Եթե այդ երկու երևույթները կան, դառնում է մեկ միավոր երջանկություն։ Այդպիսի մարդիկ հազվագյուտ են ծնվում եւ ծնվելով դառնում են ճրակ, որոնք ցույց են տալիս մեր ճանապարհը եւ լուսավորում են ազգային ճանապարհը դեպի ապագա, դեպի հաղթանակ եւ դեպի արժանապատիվ հայտ։ Լինելով այդքան հայրենասեր, որևէ ատելություն չունի մի ուրիշ ազգի նկատմամբ։ Ես կարծեմ մի անգամ ասել եմ, թե գրել եմ, Զորի Բալայանի ուժը ոչ թե ատելությունն է, այլ սերը։ Սերը դեպի հայրենիքը, սերը դեպի ազգը։ Ես անշուշտ կգայք վերադառնայի Ղարաբաղ ուրիշ տեսակ չէր լինի, որովհետև 60-ական թվականներից արդեն ես նամակներ եմ գրում, բանաստեղծություններ եմ գրում, արդեն կապեր եմ ունեցել եւ դա սկսվել է Բաքրատից։ Բաքրատն է ինձ գտել իմ նյութերը, որ տպագրում են լիտերատուրնային գազետայում կամ Կոմսոմոլսկայա Պրավդայում եւ այլն, այդտեղից ինքը որսած ամեն ինչ եւ անշուշտ գիտես հորս եւ հեշտ է եղել ամեն ինչ մեկ իրար այսպես մոտենանք։ Ես միշտ փորձել եմ գտնել շարժումը կյանք է հնորյա իմաստության բանաձևը եւ Կամչատկայում ու Հայաստանում ապրելու տարիներին եւ ծովերով, գետերով նավարկելիս եւ հիմա երբ խորում եմ Ղարաբաղյան շարժման ակունքների մասին։ Ես հակված եմ մտածելու, որ այն բազմադարյան շարժում է, քանզի իմ Ղարաբաղը դրախտավայր է եւ միշտ պայքարել, գիտակցված մահով հաղթել այդ ժողկին, ինչպես միջնադարում հայ բանաստեղծն է գրել, փրկելով դրախտը, ես մերցրի դժողքը։ Я предлагаю посвятить первый этап поистине исторической экспедиции по семи морям светлой памяти погибших в Арцахской Отечественной войне, где решалась судьба нашего Отечества. Спасибо, что мы были вместе, что вместе возвращаемся домой. Спасибо тебе, боль моя и гордость моя великая.